Կառավարությունը սոցիալական աջակցությունների մասով մի շարք փոփոխություններ է նախաձեռնելու արդեն հաստատել, թեմայի մասին ենք խոսելու տաղավարում, այստեղ է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։ Պարոն Թորոսյան, փաստորեն որոշումը կայացվեց, որ պիլոտով մեկնարկած աջակցության ծրագիրը, այն է մինչև 6 տարեկան երեխայի ծննդով վճարվող երրորդից հետո ամսական 50,000 դրամը շարունակել։ Ինչու այսպեսի որոշման եկաք, արդյոք վիճակագրություններ պատճառը եւ baby boom եղավ, ինչպես եւ ակնկալվում էր ի սկզբանե։ Baby boom բառը չի օգտագործի, բայց այդ գործիքը ցույց է տվել իր էֆեկտիվությունը եւ ոչ միայն մեր մոտ, այլև ընդհանրապես աշխարհում փորձը ցույց է տալիս, որ պարբերական ձևով ընտանիքներին աջակցելը երեխային խնամելու, դաստիարակելու, մեծացնելու գործում ավելի էֆեկտիվ է, քան միանվագ սովորաբար օգնությունները։ Ծրագիրը փաստացի շուտով կամփոփի 4 տարին, եւ 4 տարիների ընթացքում մենք տեսել ենք, որ եղել է դրական ազդեցություն երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդի մասով եւ այո, որոշում է կայացվել, որը իհարկե ազգային ժողովում պետք է դեռ հաստատվի, որտեղ օրենքի նախագիծ է, այն դարձնել մշտական նպաստ, ինչպես մեր մնացած բազմաթիվ նպաստները եւ բոլոր երրորդ եւ հաջորդ երեխաներին այսուհետ եւս կվճարվի 50,000 դրամ մինչեւ 6 տարեկանը եւ ես նաեւ առիթ օգտագործելով ասում եմ, որ հետվճարի համակարգով անկախիկ առևտուր անելու դեպքում այդ 50,000-ը 20% շեմով եւ որը նորից հունվարի 1-ից կներդրվի, այն կարող է դառնալ 60,000 դրամ եւ գումարային այդ գումարը 6 տարիների ընթացքում կազմում է 4,320,000 դրամ, ինչը բավական մեծ գումար է երեխային եւ ընտանիքներին աջակցելու համար, ու ընդհանրապես մեր աջակցության ծրագրերը պետք է այսպիսի տրամաբանություն ունենան, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս երկար ուղեկցել, քաղաքացիներին իրենց այս կամ այն հարցը լուծելիս, այս դեպքում երեխային մեծացնելիս ու հետագայում մեր նաեւ ֆիսկալ հնարավորությունները հաշվի առնելով բյուջետային հնարավոր է նաեւ ավելի ընդլայնենք այսպիսի ծրագրերը, որտեղ ժողովրդագրությունը ես միշտ եմ ասել եւ հիմա էլ կասեմ, մեր ոչ թե ամենակարևոր խնդիրներից մեկն է, մեր ամենակարևոր խնդիրն է Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես բոլոր երկրների ժողովրդագրության վրա մեր ուշադրությունը պետք է լինի շատ մեծ եւ մենք պետք է կարողանանք հնարավորինս շատ կայուն բնակչություն ունենալ թե ծնունդների միջոցով եւ թե այլ գործիքների միջոցով։ Այսինքն սա հունվարի 1-ից է մեկնարկում, ի տարբերություն մյուսի, որը առաջին երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ աջակցություններ 200-ով բարձրանում է, երրորդ եւ հաջորդի դեպքում կես ու 1 միլիոնով իջնում է, այսպես եթե կոպիտ ձևակերպում։ Իրականում տեսեք, մենք սեպտեմբերի 1-ից ենք ուժի մեջ դրել երեխաների միանվագ նպաստների համահարթեցումը, եկեք այդպես անվանենք, որովհետեւ հիմական ըստ էության հղիություններ, որոնք պլանավորում են երեխաներ ունենալ ընտանիքներ, որպեսզի նրանց վրա չազդի, այսինքն բոլորը իրենց կանխատեսումները արդարացված տեսնեն եւ նաեւ այս համահարթեցման նպատակը այն է, որ վերադառնում ենք այդ միանվագ ծննդյան նպաստի իրական տրամաբանության, իսկ իրական տրամաբանություն դա ծննդյան շուրջ ծագող խնդիրներին աջակցությունն է, չգիտեմ, մահճակալ երեխայի համար, սայլակ, շորեր, սնունդ եւ այլն, եւ ոչ մի տարբերություն չպետք է լինի մեր համար, թե դա որերորդ երեխան է, եւ ցավոք սրտի հաճախ են դեպքերը, երբ որ ընտանիքները, հատկապես արդեն իսկ անապահով ընտանիքները որոշում են երեխա ունենալ ոչ թե հենց երեխա ունենալու համար, այլ այդ 1.5 կամ 1 միլիոն դրամը ստանալու համար, սակայն այդ գումարը արագ ծախսելուց հետո նրանք կանգնում են փաստի առաջ, որ եւս մեկ երեխայով ավել պետք է խնամեն եւ մենք ցավոք սրտի նաեւ երբ որ նայում ենք մեր անապահովության համակարգի թվերը, կա այդպիսի վիճակագրություն փաստորեն։ Այո, կա այդպիսի վիճակագրություն, մենք ունենք ցավոք սրտի հազարավոր ընտանիքներ, որոնք որ բազմազավակ են եւ ընդգրկված են մեր անապահովության համակարգում եւ ինչքան երեխաների թիվը աճում է, այնքան տոկոսը այդ թվով ընտանիքների մեջ անապահովության մասով աճում է։ Օրինակ 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների մեջ 41%-ը, մոտ 40%-ը անապահովության համակարգում է։ Ինչքան մեծանում ենք 5 երեխա ունեցող ընտանիքների մեջ ավելի մեծ տոկոս է անապահովության համակարգում, 6 երեխա ունեցողների մեջ էլ ավելի մեծ, այսինքն ընդհանուր մինչև 6 երեխա ունեցող ընտանիքների մեջ 80%-ի շրջանակներում է, դա ինչի մասն է խոսում, որ մենք գործիքները պետք է ճիշտ ընտրենք ընտանիքներին աջակցելու եւ այս մեր նախորդ գործիքը, որը 50,000 դրամն է, որը պոտենցիալ 60 կարող է դառնալ աջակցելու
ընտանիքներին շատ ավելի էֆեկտիվ է, որովհետև նրանք այդ պահին կարողանում են հոգալ իրենց կարիքները եւ ոչ թե պարզապես ունենալու պահին ստանում են այդ 1 կամ 1.5 միլիոն դրամը, արագ ծախսում են, հաճախ օրինակ փակում են իրենց նախկին պարտքերը եւ այլն, եւ ստիպված այդ մեկ երեխա ավել պետք է կերակրեն։ Նաեւ ցավոք սրտի լինում են այսպիսի դեպքեր, որ բազմազավակ ընտանիքների ծնողները այս կամ այն հանգամանքներում այլևս չեն կարողանում հոգալ այդ ընտանիքի կարիքները եւ մենք երեխաներին ստիպված մենք ենք վերցնում խնամքի կենտրոններ, ճգնաժամային կենտրոններ, հետո խնամատար ծնողների, այսինքն այս բալանսավորելու հարց կար։ Դրա համար մենք ընտրել ենք պարբերական վճարումները, որի շուրջ մենք նորից եմ կրկնում, արդեն մեր հարկաբյուջետային հնարավորությունները հաշվի առնելով ժամանակին պետք է նաեւ մտածենք ընդլայնելու վերաբերյալ։ Այս պահին այս ունենք, որը արդեն ընդլայնելու նկատի ունեք երկրորդից օրինակ եւ կարգաթվի մասով եւ տարիների մասով, խոսքը ապագայի մասին է, այսինքն մի քանի տարի հետո միգուցե, բայց ես նկատի ունեմ աշխարհը ժողովրդագրական խնդիրները լուծելիս նաեւ դրանով է փորձում լուծել ու ընդհանրապես մենք հիմա երրորդ երեխայի մասն ենք խոսում, բայց շատ երկրներ կան, մեր մոտ դեռ այդքան էլ վատ չի վիճակը եւ հույս ունենք չի վատանա, երկրորդ երեխայից են սկսում աջակցությունը, որտեղ այնտեղ էլ երկրորդը չի ծնվում։ Դա այդպես լինի, ասում են ժողովրդագրություն եք ուզում, ենք լուծում ենք խնդիրը։ Չէ, դա չեն լուծում, որովհետև ժողովրդագրությունը թիվը չի միայն, այլ նաև կյանքի որակն է, եւ ընդհանրապես մարդկային կապիտալի զարգացումը դա առողջ երեխան է, դա կրթված երեխան է, դա սնված երեխան է, ոչ թե պարզապես երեխան ինքնին, որը որևէ պատշաճ խնամք չի ստանում թե իր ծնողների կողմից, եւ եթե նրանք շատ են, նաև պետությունն էլ չի կարող նրանց վերցնել եւ տանել օրինակ փակ տիպի խնամքի հաստատություններում եւ այլ, որտեղ դա առողջ չէ նաև բարոյական իմաստով։ Եվ նպաստների օրենքներում փոփոխություններից վերջինը կարծես անկախ է անցնելն էր կենսաթոշակների։ Կենսաթոշակների բոլոր նպաստների դրա համար են իրենք իրար հետ։ Մենք ունենք հիմա մոտ 60,000 քաղաքացի, որ ստանում է կանխիկ իր կենսաթոշակը կամ նպաստը, նրանք հիմնականում առաջի երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն են եւ 75-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները։ Մենք հիմա այս կարգավորումներով հանում ենք այդ բացառությունները եւ բոլորը պետք է անկանխիկ ստանան։ Ժամկետը ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, այն պատճառով, որ մենք սահուն անցնենք այդ գործընթացը եւ նաեւ կարգավորումներ դնենք, թե ինչպես են օրինակ հենաշարժական խնդիրներ ունեցող քաղաքացիներին տալու այդ քարտերը կամ օրինակ տեսողության խնդիրներ ունեցող մեր քաղաքացիներին եւ նաեւ նրանց ցույց տալու, բացատրելու, որ դա իրենց շահերից է բխում, որտեղ դրանով կարող են նաեւ էլի օգտվել անկախիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգից եւ իրենք իսկ իրենց ձեռքով բարձրացնեն իրենց նպաստը կամ կենսաթոշակը։ Պարոն Թորոսյան, շնորհակալ եմ։